2020 թվականի աշունը հայոց պատմության մեջ հիշվում է մեզ համար շատ դաժան պատերազմով, որի ելքը ցավոք չդարձավ հայի վերածննդի ևս մի խորհրդանիշ։ Այդ պատերազմում հայ ազգը զոհասեղանին դրեց իր լավագույն զավակների արյունն ու կյանքը։ Ամեն մեկս փորձում է հնարավոր միջոցներով վառ պահել այդ պատերազմում ընկած զինվորի հիշատակը։ Եվ այսօրվա օֆրոդ արշավը հենց դրան է նվիրված։ Շարասյունը շարժվում է դեպի Շիրակ աշխարհը։ Այստեղ փոքրիկ կանգար Արթիկ համայնքի կենտրոնական հրապարակում։ Հիշատակի երթը չէր կարող չներառել այցելություն հայոց առաքելական եկեղեցիներից որևէ մեկը։ Լմբատավանք։ Այս գողտրիկ եկեղեցին գտնվում է Արթիկ համայնքում և գործում է մինչ օրս։ Հայ շինարարի միտքը աներևակայելի արդյունքներ է տվել։ Այդ մտքի արդյունքներից է նաև Լմբատավանքը, որը կառուցվել է 6-րդ դարում։ Այստեղ կատարվում է մոմավառություն ի հիշատակ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների։ Երթի հաջորդ նպատակակետը Արթիկի 44-օրյա պատերազմի զոհերի հուշարձանն է։ Այստեղ պետք է խոնարհվել բոլոր նրանց առաջ, ովքեր նվիրաբերեցին ամենաթանկը, որպեսզի հայը ապրի իր բնորանում։ Շարասյունն արդեն ուղղություն է վերցնում դեպի Շիրակի լեռները, որտեղ տարբեր դիտարժան վայրերի ու տեսարանների ականատես կլինենք։ Հայկական լեռնաշխարհը հիրավի համարվում է ջրահավաք ավազան, ինչի մասին են վկայում այն փոքրիկ լճակները, որոնք ընկած են արշավականների ճանապարհին։ Իսկ Մանթաշի ջրվեժը իր գեղեցկությամբ կարող է գերել ամենաքմահաճ արշավականին։ Հայաստան աշխարհի գեղեցկությունն ու հմայքը կարելի է տեսնել ամեն քայլափոխի, առավելևս երբ բարձրանում ես լեռները։ Կարծում եմ տեսարանը, որը բացվում է լեռներից դեպի Մանթաշի ջրամբարը, կստիպի ձեր սրտին ավելի արագ բաբախել։
Զարմանալի կլիներ, եթե այսքան լեռների ու սարերի մեջ հանքային աղբյուրներ չլինեին։ Ժողովուրդն այդպիսի աղբյուրները կոչում է թթու ջուր, հաշվի առնելով դրանց համը, որի թթվայնությունն ապահովում են ջրի մեջ պարունակվող հանքային աղերն ու միներալները։ Այս լեռնային ճանապարհները թեև առաջին հայացքից մեծ բարդություն չեն, բայց դժվարություններն ակնհայտ են։ Բայց ինչ ջիփեր, եթե կանգ առնի այդ դժվարությունների առաջ։ Հեռվում երևում է արդեն ձյունածածկ Արագած լեռը, ինչպես ավանդապատումն է ասում, Արայի գահը։ Ահա եւ այն, ինչն այնքան հեռվից երևում էր իր ողջ գեղեցկությամբ՝ Մանթաշի ջրամբարը։ Բարընթացն այնքան էլ բարդ չէ։ Երևում են անվահետքեր ու գրունտային ճանապարհ։ Օրն իրիկնանում է, և լուսարձակների լույսը սկսում է ճեղքել գիշերվա խավարը։ Գիշերային օֆրոդն իր հմայքն ունի և պարունակում է շատ լուրջ վտանգներ, առավելևս, որ կա նաև մոլորվելու վտանգ։ Չեն իվել մեր կողը կայնացան է։
Մեր հաղորդմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնենք Ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն, Բարդալ ավտոյուղերով, պաշտոնական գործընկերը Նոր տուն խանութների ցանց։ Մեր աջակիցներն են Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, Carix ընկերություն, Պրոֆիլո Պորտե խանութ սրահ։ Առանձնահատուկ շնորհակալություն Multigroup կոնցեռնին, իդեմ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Շնորհակալություն Ավտոդրայվին եւ Drive Media-ին աջակցելու համար։ Այսօր այսքանն էինք նախատեսել Ավտոդրայվ հաղորդաշարի եթերում։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավոր